Պարոն Պարսիլյան, Կարմիր հրապարակով հայկական զորախումբ չէր անցնում, մինչդեռ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այնտեղ էր։ Բոլոր երկրները, որոնք երկրորդ համաշխարհային պատերազմին, հայրենական մեծ պատերազմին մասնակցել են եւ հաղթել են ֆաշիզմին, այնտեղ ունեին զորախումբ։ Ինչու Հայաստանը չուներ։ Այստեղ ես մեկնաբանություն չունեմ, որտեղ դա վարչապետի որոշելիքն է, այդ որոշել են այդ ֆորմատով մասնակցեն, այդ ֆորմատով են մասնակցել։ Քաղաքական թիմի հետ քննարկումներ չի եղել այդ Այդ մասով ես որևէ քննարկման չեմ մասնակցել, որ մեկնաբանություն ունենամ։ Իսկ որպես падգամավոր ինչ է կարծում, դա ինչ ազդեցություն կունենա հայ-ռուսական հարաբերությունների վրա։ Չեմ կարծում, որ պետք է դա հայ-ռուսական հարաբերությունների վրա ազդեցություն ունենա։ Դա ժեստ չէր ուղղված Ռուսաստան։ Ինչ ժեստ։ Այսինքն մեր զորքը պարտավոր է քայլելու ռուսական բանի երթերին։ Չէ, պարտավոր։ Մենք որևիցե պարտավորություն ենք կրում։ Չէ, պարտավորություն չեն կրում, բայց դա ամեն դեպքում ունի բովանդակություն, չէ, որ հայկական զորքերը ռուսական զորքերի հետ նույն զորահանդեսին չեն մասնակցում, դա ինչ որ ժեստ է, չէ, այն։ Ես կարող եմ իմ կարծիքը ասել, ես կարծում եմ Հայաստանի Հանրապետության զորքերը ենթարկվում են Հայաստանի Հանրապետության զորքերի ղեկավարությանը, գլխավոր շտաբին եւ իրենք քայլում են այդ հրամանատարության տակ։ Եվ ոչ թե ինչ որ ես այդտեղ ոչ պարտավորություն եմ տեսնում, ոչ էլ ընդհակառակը շատ ավելի խնդրահարույց է, երբ որ մեր զորքը կարա քայլի որևիցե մեկի հրամանատարության։ Խնդրահարույց եք դա համարում։ Ինչ որտեղ այո։ Ինչու։ Ինչի պիտի մեր զորքը ինչ որ մեկի հրամանատարության տակ քայլի այլ երկրի։ Բելարուսի, Թուրքմենստանի, Չինաստանի զորքը այնտեղ էր։ Հետո ինչ մենք պատասխանատու ենք այլ երկրների ղեկավարների կամ բանի համար։ Ես իմ կարծիքը հայտնեցի, ես դա իմիջիայից ոչ էլ պաշտոնական կարծիք է, ես իմ սեփական կարծիքն եմ հայտնում։